Մեր ազգը արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։ Մեզ պետք է պետություն, որը չի վախենում բարձրաձայնել այդ ճշմարտությունը, որովհետև առանց ճշմարտության չի կարող լինել ոչ արդարություն, ոչ խաղաղություն, ոչ ապագա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ ամբողջությամբ։ Մի քանի օրից ապրիլ 24-ն է, ինչ են արել։ Այդ տրամաբանությամբ ներկայացում է Արցախը որպես միջազգայինորեն Ադրբեջանի ճանաչված տարածք, իբր թե դա ինչ որ ճշմարտություն է, որի հետ պետք է համակերպել, բայց այդպես է խոսում միայն նա, ով պարտվել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թե հայրենիքի ու պետության, այլ սեփական իշխանությունը պահելու։ Ու վերջապես, արդյոք կարող է որևէ մեկը ստիպել այդ ժամանակավոր կորսված հայրենիքը հայրենիք չհամարել։ Հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները՝ Արարատ, Մասիս, Երևանի համայնքներում անվանափոխենք Արաբկիրը, Մալաթյան, Սեբաստիան, Զեյթունը, արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն օրինակ իմ զույգ զավակների անուններով երեխաներ Անի եւ Տարոն, քանի որ դրանք հայրենիքի այն հատվածներն են, որ այլևս Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Մի օր Արարատ Միրզանին ասի, անձնապես չէի ուզում վիրավորել, ձեր կուսակից Թալինի քաղաքապետ, ցեղասպանության վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին ասեք անունը փոխի չի անի, բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերգացարաններում արգելեք քելել աղոք քելեր թանք մրերգիր երգը, արգելեք հնչի կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորիդ հայ երիտասարդը հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով քայլելու է դեպի Տիտեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին ու հետո 2023 թվականին։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ և իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջայլոց, մի սպարնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպարնի, ով կարա սպարնա, գլուխը պատով ա տալի, խնդրում եմ նստի լսի էլի, կլսես չէ հետո, շնորհակալ եմ, եղավ, շարունակեմ, այդ 20 րոպեանոց ելույթը մի քանի բան կար, որ մեջը տպավորվեց, այդ մեկը, որ վիրավորանք հնչեցրեցիր, մյուսը էտեն էր, որ մեկ էլ պահիտակ ասում էր պատկերացրեք ու նկարագրում էր այն իրավիճակը, երբ որ կար առաջին հանրապետության ժամանակ, փորձելով դրանով արդարացնել կամ ինչ-որ ձևով նկարագրել այն իրավիճակը, որը որ բերեց նրան, որ առաջին հանրապետությունը վերացավ։ Հիմա դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 30 տարվա գաղջից հետո, մարդկանց ծեծելով սպանելուց հետո, մարդկանց թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 հոկտեմբերի 27 անելով, այս դահլիճում մարդկանց գնդակահարից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին մի օր դուրս է գալիս եւ կոալիցիոն դաշնակցությանը, հանրապետականին, ասենց ճանապարհում է եւ պրծնում է այդ բանը մղձավանջից, վերջանում է այդ մղձավանջը, նոր եկած իշխանությունն է եւ ընդամենը մի տարի հետո սկսում է համաճարակ, համաշխարհային համաճարակ։ Համաճարակի ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրար հետ մոտավորապես 110 միլիոն են կազմում, ել չեմ ավելացնում Պակիստան երկիրը, որը որ նույնպես աջակցում էր, հարձակվում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Ղարաբաղի վրա հարձակվում է։ Այդ ընթացքում ներսում զինվորականները, որոնք որ
փառահեղ տենց գովաբանված էին վերջին 30 տարվա ընթացքում, սկսում են սուտ տեղեկություններ պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ։ 5 տարբեր տեղեկություն են հայտնում, մեկը մի բան ասում, մյուսը մի բան ասում։ Այս նոր իշխանությունը բնական է տենց ընտրված, առաջին անգամ ընտրված իշխանությունը փորձում է ինչ-որ ձևով իրավիճակը փրկի, որովհետև դե պարզ է ինչի համար փորձում է փրկի, այդ ընթացքում ներսում, պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը։ Ազգային եւ բանը տենց հայրենասիրական լոզունգների տակ ներսից սկսում են պետությունը քանդել։ Ներսից սկսում են պետությունը քանդել եւ փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ պետականությունը որպես այդպեսին վերանա, որպեսի մի չգիտեմ, զինվորական խումբ զավթի իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն ճակատագիրի, ինչ ունեցավ 1920 թվականին, օրինակ։ Տենց իրավիճակում։ Դրանից հետո Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության իմաստուն ժողովուրդը, չնայելով այն բանին, որ աչ ու ձախ բոլորին ասում էին դավաճան, որ 4000 զոհը վերածում էին 5000-ի, մեկ-մեկ 7000-ի, բոլորին մեղադրում էին այն բանի մեջ, որ իշխանությանը մեղադրում են այն բանի մեջ, որ այդ զոհերը իրանց հետ է կապված եւ իրենց մեղավորությունը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է ասում է, չէ եղբայր, ես շատ լավ գիտեմ, ում պատճառով է եղել այս պատերազմը։ Ես շատ լավ գիտեմ, ինչի հետևանքով է եղել այս պատերազմը եւ նորից քվեարկում է գործող իշխանության համար։ Այդտեղ բոլոր պլանները քանդվում են։ Հետո նորից գործի է դրվում պլան B-ն, դա Հայաստանի Հանրապետությանը ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի պատերազմը արդեն բերել Հայաստանի Հանրապետության տարածք, բերել խաղաղապահներ, այդ բանի ֆոնի վրա փոխել Հայաստանի Հանրապետությունում իշխանություն եւ իշխանության բերել մարիոնետային մի իշխանություն, որը որ անցյալի պես կպարի ուրիշի դուդուկի տակ։ Եվ Փառք Աստծո դա նույնպես չի ստացվում։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կատարվում է հետեւյալը, այդ 5-րդ շարասյունը շարունակում է գործել, այն գործում է նաև ազգային ժողովում, այն փարոսիկների պես համահունչ աշխատում է հակառակորդի հետ, մեկ-մեկ ռուսերեն լեզվով, ինչպես նաև օրինակ ես ենթադրում եմ, որ ինչ-որ դրվագներ, որը որ քիչ առաջ հնչում էր, ռուսերեն լեզվով է եկել այդ դրվագները եւ թարգմանվել եւ գեղեցիկ հայերենով փորձ է արվել ներկայացվել, դրա համար գիտեք ինչ տեքստը պետք է ինչ-որ ձևով բռնի մարդուն, դրա համար երբ որ լավ չես թարգմանում այդ տեքստը, ասենք Google Translate-ով ես թարգմանում կամ լավ չես տիրապետում, այսինքն մի հատ այդ 20 րոպեանոց անիմաստ տեքստերից է ստացվում, որը որևիցե բանի չի բերում։ Իսկ դուք իշխանություն չեք ուզում վերցնեք, ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնի, եւ դրա ապացույցները շատ են։ Ենթադրենք, եթե ուզում եք իշխանություն վերցնեիք, ինչ էր պետք Վազգեն Մանուկյանին բերել։ Երբ որ մեզ ասում եք աթոռից կարճած, բայց եթե այդ աթոռը տենց լավն է, 2020 թվականի ավարտին այդ աթոռը տենց լավն էր, ինչի ոչ մեկ չհամարձակվեց այդ աթոռը վերցնի։ Վազգեն Մանուկյանին բերեցիք։ Որովհետև այդ իշխանությունը չէիք ուզում վերցնեիք, 2020 թվականից հետո իշխանությունը փողոցում գցած էր։ Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր, պատասխանատվություն էր։ Հետո էլ չուզեցաք վերցնեք, որ դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք։ Դուք չեք ուզում իշխանություն վերցնեք, առնվազն միջև այս պահը դուք չէիք կարողանում ու չէիք ուզում վերցնեք, որովհետև պատասխանատվություն է, բայց հետո ինչ եք անելու։ Կանգնելու եք ասեք նախկիններն են մեղավոր, մենք մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետև մասնակից են եղել այդ ամեն ինչին եւ քվեարկել են։